Մարդկանց կյանքը ճնշող մեծամասնությամբ կառուցված է այդպես կոչված դեֆոլտ կամ ընդհանրապես կարծրատիպային ուղենիշների շուրջ։ Մարդիկ ստանում են կրթություն, հարաբերականորեն, ինչ-որ ձևով պահպանում են առողջությունը, նորից հարաբերական ձևով, կազմում են ընտանիք, հույս ունենալով, որ երջանիկ կլինեն, նորից հարաբերական, ունենում են երեխաներ, գտնում են աշխատանք, որում փորձում են գումար աշխատել, կրկին հարաբերական, եւ ի վերջո մահանում են հույս ունենալով, որ շրջապատված կլինեն հարազատ ու մտերիմ մարդկանցով, նորից հարաբերականորեն։ Երբեմն սակայն հայտնվում են մարդիկ, օրինակ, մերպես, որ այդ բոլոր ուղենիշները հարցականի տակ են դնում, ասելով, արդյոք այդ ուղենիշներով միայն կսահմանափակեիք ձեր կյանքը, արդյոք կերազեիք նման ուղենիշների մասին միայն։ Երբեմն մեզ լսում են, երբեմն ոչ, ճնշող մեծամասնությամբ ոչ։ Երբեմն, սակայն, գալիս են մեծագույն ուսուցիչները, բարձրյալները, որ հնչեցնում են նույն հարցերը, բայց շատ ավելի խիստ եւ շատ ավելի սուր դնում են այս ամբողջը։ Իսկ երբեմն, ինչպես մեզանում եղավ օրինակ, աշխարհը սկսում է քանդվել եւ ավերվել այնպես, որ այդ բոլոր ուղենիշները փշրվում են եւ փշրանքների վրա այլևս չի մնում եւ ոչ մի բան, որից կարելի է բռնվել, որի վրա կարելի է ամուր կանգնել։ Եվ այդ ժամանակ այդ ամբողջ տանջանքների մեջ այնուամենայնիվ մենք ստանում ենք օգնությունը։ Բարձրյալների եւ նույն մեծագույն ուսուցիչների, ովքեր որ սահմանափակված չեն ժամանակով կամ տարածությամբ, սահմանափակված չեն լեզուներով կամ մտածողությամբ, դուրս են այդ ամբողջից։ Եվ միակ բանը, որ իրենք ունեն որպես առաջնորդվելու ուղենիշ իրենց համար մեր հանդեպ, դա հոգատարությունն է, կարիքցանքն է մեր բոլորիս նկատմամբ։ Եվ նրանք մշտապես նորից եւ նորից գալիս են օգնությանը, որպեսզի մեր լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Եվ կրկին հարցրեց չար ոգի Ալավակն. ինչպես հաղթահարել այս հոսքը, ինչպես անցնել այս ծովը, ինչպես հաղթել տառապանքը, ինչով կարելի է մաքրվել այստեղ։ Եվ պատասխանեց կատարյալը. հավատով կհաղթահարես հոսքը, ջանասիրությամբ կանցնես ծովը, սխրանքներով կհաղթես տառապանքը եւ իմաստությամբ կհասնես մաքրության։ Սուտրա Նիպատա։ Սուտրա Նիպատա բառացիորեն փոխանցումների բանականություն ներկայացնում է Բուդդայի կողմից ուսմունքի փոխանցումներ տարբեր տեսակի շնչողեակներին։ Մաս է կազմում բուդդայականության սուրբ տեքստերի հավաքածո ուսմունքի 3 զամբյուղների։ Մշակվել է Բուդդայի հեռացումից հետո իր աշակերտների կողմից։ Խմբագրվել է մեր թվարկությունից առաջ մոտ 3-րդ դարում։ Ամիսներ առաջ մենք ցիտել ենք արդեն Սուտրա Նիպատայի հենց Ալավակա Յակշայի հարցերը։ Այնուամենայնիվ այսօր, այստեղ եւ այժմ մեզ համար հենց այս խոսքերը հիմնարար ուղենիշ են։ Ինչու՞։ Որովհետեւ մենք ամբողջ ազգով հայտնվել ենք իրական քաոսում։ Քաոսում, որում որ մենք բոլորս հենց այս նույն հարցերն ենք տալիս, գիտակցված կամ ենթագիտակցորեն։ Եվ ինչու։ Ոչ միայն որովհետև ներքին եւ արտաքին վտանգները արկա են մեր շուրջը, վտանգելով ոչ միայն ընդհանրապես մեր երկիրը, այլ նաեւ յուրաքանչյուր հային։ Ոչ միայն այդ ներքին ու արտաքին վտանգների պատճառով, այլ նաեւ որովհետև փաստացի պղծված է ամբողջ մեր հայրենիքը, պղծված է մեր հավատը, պղծված է մեր պատմությունը, պղծված է այն ամբողջ բարոյական համակարգը, որի վրա կանգնած ենք մենք, նորից գիտակցված կամ ենթագիտակցորեն, թաքուն կամ ակնհայտ, այդ ամբողջը պղծված է և փշրված է լիովին, և դրա համար շատ դժվար է հասկանալ, թե որտեղ է ճանապարհը, և փաստացի այդ տառապանքը մեր հայրենիքի
մեր երեխաների ապագայի, մեր բոլորիս համար եւս այդ տառապանքը չորացնում է մեր սրտերը։ Այդ տառապանքը թույլ չի տալիս մեզ, որ մենք կարողանանք հասկանալ ինչպես առաջ շարժվել։ Բայց կատարյալի պատասխանները օգնում են յուրաքանչյուրիս։ Եվ նույն ձևով մենք նայում ենք պատասխանները եւ մտածում ենք հավատով կհաղթահարես հոսքը, այո։ Եվ հավատով ենք մենք զորեղ, որովհետև ի հեճուկս այս ամբողջ մթության, որ մեզ պարտադրում են մեր իշխանությունները, մենք կարող ենք հավատալ։ Մենք կարող ենք պահել մեր սրտում հավատը եւ մտածել, որ նույնիսկ այս մթության մեջ միգուցե մենք հիմա չենք տեսնում լույսը, բայց լույսը միևնույն արկա է, եւ այդ հավատով եմ ես զորեղ։ Մենք կարող ենք ընկալել, որ ջանասիրությամբ մենք կարող ենք հաղթահարել այս ամբողջ ծովը։ Եվ ինչու, որովհետև ի հեճուկս բոլոր շուրջ արկա չարիքի մենք միևնույն է պայքարում ենք։ Եվ այդ ամբողջ ջանասիրությունը, նախանձախնդրությունը, որով որ մենք առաջնորդվում ենք, պահում է մեզ ամուր։ Եվ դրա համար մենք գործում ենք սխրանքներ, այո, եւ հենց այդ սխրանքներով կարողանում ենք դուրս գալ այդ ամբողջից։ Հենց այդ սխրանքներով ամուր ենք մնում եւս։ Ինչու, որովհետեւ չենք վախենում, չենք հանձնվում եւ միևնույնը պայքարում ենք։ Եվ ինչու իմաստությամբ։ Իմաստությամբ, որովհետեւ գիտեք, այսօր երեխաս անցնում էր դպրոցում հին առակը, տերևների եւ արմատների մասին խնկուաբոր եւ այդ առակը շատ ակնհայտ է մեզ համար եւս։ Իշխանությունները տերևների նման են, անցնում գնում են, մնում են արմատները, իսկ արմատները մենք ենք։ Մենք ենք ազգի էլիտան, որովհետեւ մենք ենք հավատում։ Եվ արմատները ամենակարևոր արմատը հայ առաքելական եկեղեցին է։ Այն բոլոր հոգևորականները, որ շարունակում են հավատալ, շարունակում են լինել հետնորդները մեծագույն հին ուսուցիչների։ Նրանք եւս անցողիկ են, բայց կարգավիճակը, իրենց ամբողջ այդ ժառանգափոխությունը միևնույնը մնում է ամուր։ Եվ դրա համար այդ տերևները կթափվեն ու քամիները կանցնեն կգնան, ու չի մնա անգամ հիշողությունը, իսկ արմատները կմնան միևնույնը, եւ արմատները կապահովեն, որ մեր երկիրը ամուր մնա, եւ ամուր կմնանք նաեւ մենք ինքներս։ Ու մենք գիտենք իհարկե, որ մեծ իմաստով այդ ծառնել է անցողիկ, բայց այդ մեծագույն իմաստությամբ մենք հենց այնքան մաքուր ենք մնում, որ իրենց բոլոր կեղտոտ քամիները եւ փոշին չի կարող բխտորել մեզ։ Եվ դրա համար ամբողջ սրտով մենք շարունակում ենք հավատալ, որ լույսը երբեք չի մարի։